Բարև հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մի յութուբյան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները, եւ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի սահմանափակումները նոր փուլ են մտնում։ Օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ստորագրած որոշմամբ հաստատվել են խորհրդարանի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության նոր կանոնները, որոնց մի շարք դրույթներ ուղղակիորեն առնչվում են հավատարմագրված լրագրողների մասնագիտական գործունեությանը։ Նոր կանոններով փաստացի ավելի է սահմանափակվում լրագրողների ազատ տեղաշարժն ու աշխատանքը խորհրդարանում։ Հավատարմագրված լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն հատուկ առանձնացված վայրերում, իսկ այլ հատվածներում աշխատելու համար պետք է ստանան ԱԺ աշխատակազմի ղեկավարի գլխավոր քարտուղարի թույլտվությունը։ Այսինքն, հավատարմագրումը, որն ինքնին պետք է լրագրողին հնարավորություն տա խորհրդարանում իրականացնել իր մասնագիտական աշխատանքը, այլևս բավարար չէ, որոշ դեպքերում լրագրողը ստիպված է լրացուցիչ թույլտվություն ստանալ հենց այն կառույցից, որի գործունեությունը լուսաբանում է հանրային վերահսկողության ենթարկում։ Բայց սահմանափակումները դրանով չեն ավարտվում։ Նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերին լրագրողների ներկայությունն ապահովելու համար նրանց ցուցակը պետք է ներկայացվի նիստերի մեկնարկից առնվազն 2 ժամ առաջ։ Իսկ այսպես կոչված հատուկ վերահսկելի գոտիներում լրագրողներին ընդհանրապես արգելվում է մասնագիտական գործունեություն իրականացնել։ Հարց է առաջանում, ինչ չափորոշիչներով են որոշվելու այդ գոտիները, որքան են սահմանափակումները համաչափ անվտանգության իրական պահանջներին եւ արդյոք դրանք չեն վերածվում լրագրողներին падգամավորներից ու պաշտոնյաներից հեռու պահելու վարչական գործիքի։ Գիտեք, շատ բնական է Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի այս վարքագիծը, եթե հիշում եք այս մարդիկ երբ նոր էին եկել իշխանության հոկտեմբերի 2-ին 2018 թվականին կոտրեցին ազգային ժողովի դարպասները, Պարիսպից ներս անցան եւ հայտարարեցին, որ ազգային ժողովի դարպասները այլևս չեն փակվելու, դրանք բաց են մնալու ժողովրդի առաջ։ 2020 թվականին դրանք ամուր կերպով զոդվեցին, ոչ միայն զոդվեցին, այլ պարբերաբար, երբ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Բաղրամյան պողոտայում, ազգային ժողովի Պարիսպից այն կողմ տարածքը նաև ականապատվում է լուսաձայնային նռնակներով, ականներով։ Սա է Փաշինյանի, Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի դեմքը, խոսում են մեկ բան, կարճ ժամանակ անց անում լրիվ հակառակը, այնպես որ սպասելի է լրագրողների նկատմամբ նման վարքագիծը անթույլատրելի, բայց մյուս կողմից կարծում եմ լրագրողները եւս ունեն գործիք իշխանություններին պատժելու, օրինակ երբևէ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմակիցներին հարց չտալու գործիքը։ Այսինքն իրենք, ասենք ովքեր են հարց տալու, CVKM-ն է հարց տալու, չգիտեմ, Հայկական ժամանակն է հարց տալու Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներին։ Բայց այստեղ գալիս է երկրորդ հարցը, որ լրագրողական կազմակերպությունները, լրագրողները, մեդիաները ցավոք սրտի այնքան համախմբված չեն, որ միասնական որոշում կայացնեն, ուղղակի ԿՊԱ-ականներին հարց չտալ եւ պահել այդ որոշումը։ Եվ երբ հնարավոր չի նման համընդհանուր որոշման գալ, նաև մյուսների մասով, այսինքն մի 5-10 լրատվամիջոցի մասով այդ որոշումը արդեն անիմաստ է դառնում, որովհետև քաղաքացիական պայմանագիրը իրենց համար տեղեկատվական բլոկադան ճեղքում են 1-2 այլ լրատվամիջոցով, ոչ իշխանական լրատվամիջոցներով եւ ստացվում է, որ անիմաստ որոշում է դա, այնպես որ եթե լրագրողներն ու մեդիաները որոշեն պատժել քաղաքացիական պայմանագրին, սա շատ լավ գործիք է ուղղակի չլուսաբանելու նրանց, այսինքն չանդրադառնալու կամ հարցեր չտալու իրենց խորհրդարանական գործունեություն թող լուսաբանվի, ելույթներ կունենան, կարելի է լուսաբանել, բայց հարցեր ԿՊԱ-ականներին ուղղակի չտալ։ Մյուս կողմից էլ իհարկե այդտեղ հարց է առաջանում, արդյոք հարցեր չկան ԿՊԱ-ականներին տալու, այսքան կոռուպցիոն պատմություններ են լինում, հանցագործություններ են տեղի ունենում, գիտեք, միշտ հարցեր տալու տեղ կա, բայց երբ դիմացինները բացարձակ ստախոսներ են, այդ ցանկացած հարցի կարող են միայն ստով պատասխանել, այդ դեպքում էլի հարց տալու իմաստը ուղղակի կորում է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթը երեկ հայտնել էր, որ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը Ավետ Կոնջորյանի ծեծի գործով անցնող 5 մեղադրյալներին ազատ են արձակել։
Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն նախաքննական մարմինը պատրաստվում է առաջիկա օրերին գործով մեղադրյալներին եւ Ավետ Կոնջորյանի դեմ արդեմ հարցաքննել, ըստ մեր տեղեկությունների, գործի քննության այս փուլում առերեսումներն անխուսափելի են համարվում։ Ավելի վաղ Օրաթերթը տեղեկացրել էր, որ նախաքննական մարմինը Ավետ Կոնջորյանի ծեծի ենթարկելու գործով ձերբակալված 5 անձանց ազատ է արձակել։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելանք եւ բավականին քիչ սիմվոլիկ 2 միլիոն դրամ գրավը։ Քննչական կոմիտեն 3 պաշտոնապես հայտնել էր, որ ԿՊԱ-կան պատգամավոր Հայկ Կոնջոյանի եղբորը Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթով 5 մեղադրյալ կա։ Գիտեք, այս մեղմ վերաբերմունքը մեղադրյալների նկատմամբ խոսում է մի բանի մասին, Կոնջորյանների գործը ԿՊ-ում այդքան էլ լավ չի, եւ առնվազն Նիկոլ Փաշինյանը քանի որ շատ լավ հասկանում է հանրության արձագանքը, չի պատրաստվում ըստ էության Կոնջորյանների այս կամ առնվազն Ավետ Կոնջորյանի, որտեվ երկրորդ այդ եղբոր մասով ավելի շատ տեղեկություններ չկան, այս կոնֆլիկտին չի մասնակցել, բայց ամեն դեպքում Ավետ Կոնջորյանի մասով վարքագիծը չի պատրաստվում վերցնել իր վրա, այնքան էլ Նիկոլ Փաշինյանի վրա այնքան կեղտ կա, որ երևի թե հնարավոր չի նոր կեղտ ավելացնել, բայց նոր կեղտ ավելացնելու դեպքում էլ արդեն բացարձակ ատելի կերպար կարող է դառնալ, ինքը ամենայն հավանականությամբ կորոշի այս իրավիճակից ոչ միայն դուրս գալ այնպես, որ Ավետ Կոնջորյանի վարքագիծը կամ այս հանցավոր իրողությունը իր հետ կապ չունի, այլև փորձի դիվիդենտներ քաղել, պատժելով այս մարդուն, ցույց տալ, որ իր համար բոլորը հավասար են։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթն ուսումնասիրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ներկայումս նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանի հայտարարագրերը, հասկանալու համար, թե ինչպես է փոխվել նրա գույքային եւ ֆինանսական դրությունը։ 2021-25 թվականներին նշենք, որ այս պահին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակված պաշտոնյա չունի եւ այդ պարտականությունները կատարում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։ 2021 թվականի հայտարարագրի համաձայն Պողոսյանն ունեցել է համատեղ սեփականության բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2008 թվականի օգոստոսի 12-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ ավտոտնակ նույն վարչական շրջանում, որը ձեռք է բերվել 2005 թվականի օգոստոսի 24-ին։ Այդ ժամանակ նա տրանսպորտային միջոց, բանկային ավանդ, բանկային հաշիվների մնացորդ, արժեթղթեր, ներդրումներ, փոխհարուցումներ կամ թանկարժեք գույք չէր հայտարարել։ Միակ դրամական միջոցը եղել է 4 միլիոն 900 հազար դրամը։ Կանխիկ գումար որպես։ Դրա տարեկան եկամուտը կազմել էր 9 միլիոն 951 հազար 268 դրամ, որը ստացել էր Հանրապետության նախագահի աշխատակազմից աշխատանքի վարձատրության տեսքով։ Վարկեր, փոխհարուցումներ եւ խոշոր ծախսեր եւս հայտարարված չէին։ Մինչդեռ 2025 թվականի հայտարարագիրը ցույց է տալիս, որ անշարժ գույքը չի փոխվել, պաշտոնյան շարունակում է ունենալ նույն բնակարանն ու ավտոտնակը, սակայն զգալի փոփոխություններ են արձանագրվել ֆինանսական միջոցների մասով։ 2025 թվականի վերջի դրությամբ Խաչատուր Պողոսյանը հայտարարել է 5 միլիոն դրամ բանկային ավանդ, 25 միլիոն 580 հազար դրամ ընդհանուր փոխհարություն, որը տրամադրվել է ML Mining SP-ին, ինչպես նաև 3 միլիոն 376 հազար դրամ բանկային հաշվի մնացորդ եւ 1000 ԱՄՆ դոլարային հաշվում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովի նորընտիր ուժեղ Հայաստան խմբակցությունը դեռևս չի շտապում ամբողջ կազմով մտնել խորհրդարանական աշխատանքի դաշտ։ Օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ ուրբաթ կամ շաբաթ նախատեսվում է խմբակցության հանդիպում գործարար Սամվել Կարապետյանի հետ, որի ընթացքում պետք է քննարկվեն ոչ միայն քաղաքական առաջնահերթությունները, այլև խորհրդարանում բաժանվելիք առանցքային պաշտոնները։ Մեր տեղեկություններով Կարապետյանը նախքան խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցել է, ցանկանում է անձամբ հստակեցնել իր թիմի հետագա անելիքները, վերջնական համաձայնության բերել ապագա պաշտոնյաների նշանակման հարցը։ Փաստացի ուժեղ Հայաստանի ներսում առանցքային որոշումները կայացվում են ոչ թե խորհրդարանական հարթակում, այլ թիմի քաղաքական կենտրոնում։ Օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ արդեն իսկ որոշում կա, որ ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ուժեղ Հայաստանը կառաջադրի պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Եթե այս որոշումը վերջնական հաստատվի, Վարդևանյանը կդառնա ընդդիմադիր դաշտից նոր խորհրդարանի ամենաբարձր պաշտոններից մեկի հավակնորդը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարի պաշտոնը նախատեսում է վստահել Նարեկ Կարապետյանին։ Խմբակցության քարտուղարի հարցում դեռևս վերջնական որոշում չկա, սակայն այս պահին ամենակննարկվող թեկնածուն պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է։ Այս բոլոր նշանակումները պետք է վերջնական քննարկվեն Սամվել Կարապետյանի հետ սպասվող հանդիպման ընթացքում, որից հետո միայն խմբակցությունը կմասնակցի օգոստոսի 2-ին կայանալիք ազգային ժողովի անդրանիկ նիստին։ Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ ուժեղ Հայաստանը նպատակ ունի ստանձնել ազգային ժողովի 3 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ Մինչ անցնեմ պոլիտիկայի հրապարակմանը, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին եւ այսպես ձեզ եմ ներկայացնում պոլիտիկայի երկու հոդված։ Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հանրությանը համոզել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այլևս Հայաստանի համար ճակատագրական նշանակություն չունեն։ Թվում էր Մոսկվայի դուռը կարելի է շրխկացնել ու հանգիստ շարունակել ճանապարհը դեպի լուսավոր ապագա, բայց կյանքը վատ սովորություն ունի անտեսելու քաղաքական ելույթները։ Մի քանի ամիս շարունակ Ռուսաստանը հերթով խստացնում է տնտեսական սահմանափակումները Հայաստանի նկատմամբ, սկզբում հարվածը հասավ գյուղատնտեսությանը, հետո մյուս ոլորտներին, իսկ այժմ արդեն սահմանափակումների տակ է հայտնվել նաև հայկական կաթնամթերքի արտահանումը։ Եթե այս ընթացքը շարունակվի, միջազգային գնահատականներով Հայաստանի տնտեսությունը կարող է կանգնել ծանր մարտահրավերների առաջ։ Այն վարչապետը, որը տարիներ շարունակ քաղաքացիներին խոստանում էր ավելի լավ ապրել, այսօր նույնիսկ չի կարողանում ցույց տալ, թե որտեղից է գալու այդ լավ կյանքը։ Իսկ հետո սկսվեց այն, ինչ սովորաբար անում են բոլոր նրանք, ովքեր հասկանում են, որ կամուրջներն այրել են չափազանց շուտ։ Նախ փորձ եղավ հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Չստացվեց։ Հետո ստիպված բավարարվեցին Միխայել Միշուստինի հետ հանդիպումով։ Արդյունքը զրոյական էր։ Սանկցիաները ոչ միայն չթուլացան, այլ շարունակեցին խստանալ։ Այնուհետև եղավ հեռախոսազրույց Պուտինի հետ։ Դրանից հետո էլ ոչինչ չփոխվեց։ Միակ բանը, որ փոխվեց, Փաշինյանի հռետորաբանությունն էր։ Մարդը, որ տարիներ շարունակ ռուսական ուղղության մասին խոսում էր սառնությամբ, հանկարծ որոշեց հանրությանը հայտնել, որ սկսել է Պուշկին կարդալ։ Կարծես Ռուսաստանում պետք է մտածեին, եթե վարչապետը ռուս դասականներ է կարդում, եկեք վերացնենք բոլոր սահմանափակումները։ Բայց ինչպես երևում է, Մոսկվայում գրականության քննություն չէին ընդունում։ Եթե դատենք հրապարակվող տեղեկություններից, Ռուսաստանին հետաքրքրում է ընդամենը մեկ հարց. Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության անդամակցության ուղղությամբ քաղաքական գործընթացը, այդ թվում հանրաքվեի գաղափարը, թե ոչ։ Ավելի շուտ առաջարկում են հանրաքվեով դա պարզել։ Մնացած ամեն ինչ Պուշկինը, ժպիտները, հեռախոսազրույցները, դիվանագիտական ձևակերպումները պարզապես երկրորդական աղմուկ էին։ Քաղաքականության մեջ կա մի պարզ կանոն, երբ քեզ այլևս չեն վստահում, բառերի քանակը չի փրկում։ Ընդհակառակը, յուրաքանչյուր նոր փորձ ավելի ակնհայտ է դարձնում նախորդի անհաջողությունը։ Հենց այդ պատճառով էլ համացանցն այսօր իշխանությանը պատասխանում է ծաղրով։ Սոցիալական ցանցերում արդեն հեգնում են, թե Պուշկին կարդալը չօգնեց, գուցե հաջորդ քայլը լինի Աշոտ Փաշինյանին Դոնբաս ուղարկելը, չէ՞ որ նման խորհրդանշական քայլերի փորձ արդեն եղել է։ Արցախի կորստից առաջ վարչապետի պաշտոն զբաղեցնողը որդուն ուղարկեց Արցախ, իսկ 2021 թվականի ընտրություններից առաջ հրապարակայնորեն հայտարարում էր, թե պատրաստ է Աշոտ Փաշինյանին նույնիսկ Բաքու ուղարկել հայ գերիների վերադարձի դիմաց։ Քաղաքական հեղինակության վերականգնվում է արդյունքով ոչ թե հեռախոսազանգերով, ոչ էլ գրական ստեղծագործություններով։ Եթե ամիսներ շարունակ երկրի տնտեսությունը կորցնում է իր հիմնական շուկան, իսկ իշխանության գլխավոր ձեռքբերումը դառնում է այն, որ վարչապետը սկսել է Պուշկին կարդալ, ապա դա արդեն ոչ թե արտաքին քաղաքականություն է, այլ քաղաքական տրագիկոմեդիա։ Այս տրագիկոմեդիան, եթե հիշում եք,
նախընտրական քարոզարշավի օրին նման պատկեր չուներ, ինչ էր ասում Փաշինյանը, Գևորգ Պապոյանը, ասում են դե մի փոքր խնդիրներ են Ռուսաստանի հետ, ընտրությունների հետ են կապված, ռուսները ուզում են օգնել պրոռուսական ուժերին, որ ավելի շատ ձայներ հավաքեն, հունիսի 8-ից հետո այս ամեն ինչը վերանալու է հանգիստ, ամեն բան անցնելու է, Նիկոլ Փաշինյանն էլ խոստանում էր հունիսի երկրորդ կեսին գնալ Ռուսաստան, հանդիպել Պուտինին, բոլոր հարցերը լուծել։ Չէր մոռանում ասել, որ ԵԱՏՄ-ին բավական ազդեցիկ պաշտոնյա է, ասում էր ինքը համ որպես վարչապետ է այդտեղ ներկայացված, համ որպես երկրի ղեկավար, մոշտի կերպար է Նիկոլ Փաշինյանը, ասենք այնտեղ ծալած ունի Պուտին, Տոկաև, Լուկաշենկո, բոլորի հարցերը տեղում լուծող տղա էր Փաշինյանը։ Պարզվեց այդպես չի, պարզվեց այս մարդուն չեն էլ ուզում տեսնեն, դեմքը չեն ուզում տեսնեն, չեն սպասում Մոսկվայում։ Ստիպված գնաց Եկատերինբուրգ, հանդիպեց Միշուստինի հետ, ինչ որ միջազգային միջոցառման ժամանակ, անգամ այն դեպքում, երբ ինքը իր ոտքով գնացել է Ռուսաստանի Դաշնություն, հանդիպել է Ռուսաստանի վարչապետի հետ, Ռուսաստանի վարչապետը ժողովրդական խոսքով ասած ալարեց շնորհավորել իրեն վարչապետ վերընտրվելու Փաշինյանին շնորհավորել վարչապետ վերընտրվելու կապակցությամբ վերընտրվելը ճակերտների մեջ հասկացեք եւ այս Պուտինի հետ հեռախոսազրույցը միջև հեռախոսազրույցը Փաշինյանը հայտարարեց որ Պուշկինը արդեն սկսել կարդալ կամ վերընթերցում է չգիտեմ այս բան երևի նախկինում էլ կարդացել էր միջև իշխանության գալը բայց դա էլ չօգնեց Հիմա այո տարբերակ են, որում բավական կարծում եմ հավատարմության երթում տալու բավական ուժեղ տարբերակ է։ Աշոտ Փաշինյանին, ասենք Ալենին Սիմոնյան, մի ջոկատ կազմեն Դանիել Իոնիսյան, Սաքունցը բան գնան Դոնբաս եւ ազատագրեն օկուպացված տարածքները, որոնք օկուպացված են ուկրաինական ուժերի կողմից։ Հաջորդ հոդվածը օրս գրված մի հոդվածի շարունակություն է, որը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի գործունեությանը, մասնավորապես այդ այսպես կոչված փողոցային առևտրի դեմ պայքարին։ Պոլիտիկայը գրել էր, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները խրոխտ կերպով հարձակվում էին փողոցում 1-2 կիլոգրամ միրգ բանջարեղեն վաճառող քաղաքացիների վրա, արձանագրություններ կազմում եւ բռնագրավում նրանց ապրանքը։ Պահանջը մեկն էր՝ փողոցում առևտուր անելը արգելված է։ Անգամ եթե վաճառքն իրականացվում է խանութի դռնից ընդամենը կես մետր դուրս։ Սակայն քաղաքապետարանի աշխատակիցների վճռականությունը կարծես ավարտվեց այն պահին, երբ հասան ՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանի կամ ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր ասում, Լֆիկ Սամոյի Երևան City սուպերմարկետին։ Խանութի դիմաց տեղադրված էին պաղպաղակի եւ զովացուցիչ ըմպելիքների սառնարաններ, եթե շարքային քաղաքացիներից առանց վարանելու բռնագրավում էին ապրանքն ու գույքը, ապա այստեղ բավարարվեցին միայն 1-2 հովանոցով։ Սառնարանները ամենայն դեպս չբռնագրավեցին, առնվազն հրապարակված կադրերում դրանց արգրավման որևէ տեսարան չկար։ Այսօր արձանագրեցինք, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների դիմաց փողոցային առևտուրը շարունակվում է։ Երևան City Տիգրան մեծ մասնաճյուղի դիմացի մայթին վաճառում էին պաղպաղակ եւ զովացուցիչ ըմպելիքներ, City աշխատակիցները։ Հետաքրքիր է, Սամվել Ալեքսանյանը թքած ունի քաղաքապետարանի որոշումների վրա, թե պարզապես փողոցային առևտուր իրականացնելու հատուկ թույլտվություն ունի։ Այդ կադրերը նկարվել էին Ավանի Երևան City-ի մոտ, քաղաքապետարանը տարածած, դուք տեսաք, որ այսպես նաև Երևան City-ի շքա մուտքի մոտ գտնվող այս բանը սառնարանները ներս տարվան, հետո այլ կադրերում երևում են միայն հովանոցները տարան։ Բայց փոխարենը հրապարակվեցին թվեր, որ քաղաքացիներից մոտ 6 տոննա միրգ ու բանջարեղեն են արգրավել եւ այստեղ էլ մի հետաքրիր բան կա։ Գիտեք, մարդկանցից լավ, ասենք օրինակ խախտում է միրգ բանջարեղենը արգրավում է։ Ինչու օրինակ Երևանի քաղաքապետարան այդ արգրաված միրգը ոչնչացնելու փոխարեն չի տալիս քաղաքում ապրող քաղաքի բնակիչ անապահով մեր հայրենակիցներին, ասենք մարդիկ այդ կարիք կունենային, հաստատ ավելի լավ է այդպես անել, եթե խլում են անգամ որևէ ապօրինություն իբր վերացնելու համար, դա ոչնչացնելու փոխարեն որևէ լավ բան անել, լավ գործ անել, սա էլ կարծում սրա մասին էլ Երևանի քաղաքապետարանը պետք է մտածեր եւ հիմա վերադառնալով Ալեքսանյանին ամենայն հավանականությամբ մարդիկ թքած ունեն քաղաքապետարանի որոշումների վրա, որովհետեւ դե իրենք իշխանությունների հետ մոտ են եւ կարող են փողոցում առևտուր անել, իսկ քաղաքացիները, որոնք
միայն ընտրողներ են եւ փող չունեն, այնքան ինչքան Սամվել Ալեքսանյանը, պետք է անդադ կորցնեն իրենց բերքը։ Վերադառնալով այս խնդրին ասեմ, որ պետք է ինչ-որ իշխանություններ ինչ-որ լուծում գտնեն։ Մարդիկ փողոցում առևտուր անում են ոչ այսպես լավ վիճակից, հա, ելնելով։ Այստեղ կարելի է ինչ-որ լուծում գտնել, ասենք փոքր տաղավարներ, գեղեցիկ, նաև քիչ վարձակալությամբ տալ մարդկանց, բայց միևնույն ժամանակ, ասենք, սահմանափակ քանակով ինքը կարողանա այդտեղ վաճառել, որպեսզի իր ընտանիքը կարողանա պահել, որովհետև սուպերմարկետները, մեծ խանութները ուղղակի խեղդում են մարդկանց։ Եվ այդ դեպքում դաժանորեն, ասենք, պայքարել փողոցային առևտրի դեմ, որ մարդիկ հիմա գրանցել ովքեր են այդ փողոցային առևտրով զբաղվում, առաջարկել տարբեր փողոցներում փոքր ոչ կրպակներ, տաղավարներ ավելի շուտ, փոքր տաղավարներում վաճառք կազմակերպել, պետությանը համայնքին վճարել հարկեր, տուրքեր, ամեն ինչ լինի այսպես գրանցված, վերահսկվող, միևնույն ժամանակ այդ դեպքում արդեն փողոցային առևտրով այլ չթույլատրված առևտրով զբաղվողների դեմ այսպես իրական պայքար սկսել, որովհետև արդեն իսկ հնարավորություն տվել են զբաղվողներին ինչ-որ բան վաճառել։ Բայց միևնույն ժամանակ, այո, քաղաքի տեսքի համար էլ այդ փողոցային առևտուրը չի կարող այսպես ամբողջ մայթ այսպես կիլոմետրով կամ 100 մետրով ապրանք դրված լինի։ Դա էլ անթույլատրել է, բայց մարդկանց նաև ապրելու հնարավորություն պետք է տալ։ Չպետք է մարդկանց խեղդել, ստիպել, որ լավագույն դեպքում, ասենք, արտագաղթեն կամ աշխատանք չունենան։ Ի վերջո, եթե մարդը ունի աշխատանք, ինքը ամենայն հավանականությամբ հանցավոր միջավայրից, փողոցից հեռու է լինելու եւ կարողանալու է նաեւ իր երեխաներին, ընտանիքի անդամներին այդ միջավայրից հեռու պահել։ Այսօր ինչ են գողությունները, թմրադեղերի վաճառքը այդքան ակտիվացել, որովհետեւ մարդիկ աշխատանք չունեն կամ ավելի հեշտ աշխատանք են համարում, ասենք, թմրադեղ տարածելը։ Այսօր այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք վաղը։